ծառ չթողեցին։ Այս պահին գտնվում ենք Երևանի քաղաքապետարանի դիմաց, որտեղ իրականացվում է բողոքի ակցիա, մի խումբ մարդիկ դժգոհում են հատվող ծառերից։ Ավինյանական իշխանությունը շարունակում է ծառերի սպանդը մայրաքաղաքում։ Բոլոր փողոցներում հին մեծ ծառերը կտրել են իբրև թե ծեր են, ու դրա տեղը ինչ-որ փոքր անծանոթ հուդայա ծառեր են տնկում։ Սակուրաներից վերջացրեցինք պրծանք։ Եվ վերջերս բուսաբանական այգում էլ 34 մեծ կաղնիներ, առողջ կաղնիներ էին հատել։ Ես հիմա գտնվում եմ Երևանի բուսաբանական այգում, որտեղ վերջին ամիսների ընթացքում հատվել են ավելի քան 30 հատ կանաչ կաղնու ծառ։ Ես հիմա գտնվում եմ այդ ծառերից մեկի մոտ։ Շատերի համար դա անհավանական կթվա, որ ինչպես է հնարավոր Երևանի սրտում, Երևանի բուսաբանական այգում հատել կանաչ ծառեր։ Հիմա ես ձեզ ցույց կտամ ինչպես է դա հնարավոր ու այդ ամենը անել անպատիժ ու անարձագանք։ Այս հատվածում ծառաբախյուրն է, այս հատվածում աճառյանն է, երևի հասկացաք որ մասն եմ։ Պատահական ամենևին տարբեր տեսանյութերում տեսնում եմ, որ մարդիկ խոսում էին բուսաբանական այգում ծառահատման մասին։ Ես մտածում եմ դեպի չորերն են հետո մարդիկ չեն հասկանում, բան չեն անում, չէ, որ ասում եմ ուղեղից մեջ չէր տեղավորում, որ կարային բուսաբանականում կանաչ ծառեր հատեին, բայց ամեն դեպքում որոշեցի ինքս գամ ու նայեմ։ Այս հատվածը մենք Google-ով տեսնում ենք, որ սենց ծառուղի է եղել Սիրուն ու Google-ի քարտեզներով երևում է, որ այնտեղ բանը ավելի ճիշտ Սպուտնիկով երևում է, որ այս հատվածը անցած գարնանը ծաղկած Սիրուն հատված էր։ Այդ տեսանյութերը տարածվեցին սկզբում Էդուարդ Հայրումյանի Facebook-յան էջից, հետո Ավանի մասիվի տարածքից օգտատերեր էին նկարել ու այդ ահռելի տարածքը, որ վնաս էին տվել բուսաբանական այգուն, համացանցում մեծ արձագանք էր ստացել։ Այս մեր Հայաստանի բուսաբանական այգին է, որը ստեղծվել է 1935 թվականին։ Ու մեր ազգային արժեքներից մեկն էր, որտեղ պահպանվում են եզակի բույսեր ու իհարկե ինքը օդի աղտոտվածության դեմ շատ լուրջ դեր ուներ։ Ասեն իմանանք, ովքեր չգիտեն, Հայաստանի Հանրապետություն լինելով իր փոքրիկ չափերով ամբողջ աշխարհի 10 առաջատար երկրների մեջ է գտնվում օդի աղտոտվածության աստիճանով։ Ուզում հասկանամ խեն ավիր է, խուզ է, այս բուսաբանական այգու սախ ծառերը։ Քանի որ մեր վարչապետը մնացած քաղաքական գործիչները, բլոգերներն ամեն ինչ on-line են անում, ուզում եմ ժողովս մաքսիմալիսի տարածենք, մտ բացատրություն տան, էլի, ինչ է կատարվում։ Դաշը բուսաբանական այգին է, սարքելու նորակառույցներ։ Այդ արձագանքի հետքերով գնացել էր բնապահպանության և տեսչական մարմինը ու արձանագրել 17 միլիոն գրեթե դրամի վնաս է հասցվել։ Եվ ի հեճուկս այն հարցադրումների, թե դա բուսաբանական այգու տարածքն է, այո, բուսաբանական այգու տարածքն է։ Եվ քաղաքային իշխանությունները իդեմս կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՕԱԿ-ի տնօրեն Բեգոյանի ինչ-որ գիտական խորհուրդ կա, որ այն հին ծառերի մասին իրենք են խորհուրդ տվել, պետք է այդ ծառերը կտրեն, նորերը տնկվեն, անծանոթ մեր քաղաքի համար, մեծ սաղարթներ չունեն, շատ երկար կյանք էլ չունեն ու ինչպես ասում են, պապուս գների։ Պարոն Բեգոյան, բուսաբանական այգում 4 օր առաջ ծառերի սպանդ է տեղի ունեցել, ճիշտ է, ձեր ենթակայությամբ չի գործում բուսաբանական այգին, բայց որպես կանաչապատման ՀՕԱԿ-ի տնօրեն, փորձել եք հետաքրքրվել, տեղյակ եք ինչ է տեղի ունեցել։ Ես բուսաբանական այգու մասով կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության համար առաջին գիտական հիմնարկն է, եթե այդ ծառերը հատվել է հիմնարկի ուրեմն որոշմամբ, այնտեղ կա խորհուրդ, գիտական խորհուրդ, ապա որևիցե խնդիր չեմ տեսնում եւ վստահաբար կարող եմ ասել, որ այդ ծառերը հատման ենթակա են եղել։
Բուսաբանական ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ Ժիրայր Վարդանյանը, որը նաև նախկինում զբաղեցրել է այգու տնօրենի պաշտոնը, պատասխանելու համար արդեն 3 օր հանրությանը տանջող հարցին, ինչու են հատվել կաղնիները, պայմաններ է թելադրում։ Ինչ է տեղի ունեցել այստեղ, ինչու են այս ծառերը։ Մի րոպե այդ անջատեք խոսեք, հետո կմիացնենք։ Թե չէ չեմ ասի։ Աշկ Մոսկվան ինձ գիտությունների դոկտորի դիպլոմ է տվել, բոլորը կոչումներ են տվել, մասնագիտական, ամբիոնի վարիչ եմ, լսանում աշխատում եմ։ Բա մեզ ո՞նց են վստահել, որ մենք ուսանողաճեցնենք, կադր պատրաստենք։ Ես հավատամ ձեր ասի խոսքին, ընդամենը, այսինքն դուք փաստաթղթեր չունեք ձեր ձեռքի տակ։ Ունենք փաստաթղթեր, ամեն անգամ ինչ որ կտրում ենք, հանձնաժողովի նախագահն էլ եմ։ Մի հատ ուրիշներին էլ խոսացրեք, մենակ ես իմ տեսակետից եմ ասում։ Այսինքն երբ հասան նրան, որ պետք է փաստաթղթերից խոսենք, դուք էլ չեք ցանկանում։ Այս պրովոկացիա, փաստաթղթեր ինչ կա, ինչ է նշանակում։ Լավ էլի, ուրիշ որակա, ուրիշ քան այս ծառերը։ Եվ ինչու են կտրում այն ծառերը, որոնք դեռ կենսունակ են։ Ամեն դեպքում մասնագետներն են ասում, որ պետք չի կտրել եւ պետք չի պատճառ բռնել, թե հին ծառեր էին։ Մարտի 20-ից սկսվել է կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող խիստ դեֆորմացիա ծեր հիվանդ ծառերի փոխարինման աշխատանքները։ Եվ այսօր մարդկանց կոկորտին ուղակի հասել էր Երևանի քաղաքապետարանի դիմաց միտինգ էին կազմակերպել եւ ցույցի մասնակիցները հետաքրքիր է, կեսը ռուսներ էին։ По поводу подписи, в прошлом году около 1500 подписей живых собрали, и несколько десятков независимых экспертиз. Все было сюда мною лично трижды отнесено в мэрию, и 0 реакции. Поэтому я не очень уверена, что это сработает, к сожалению, но все методы хороши. Ռուս ռելոկանտներ, որ իսկապես սրտացավ են, քանի անգամ արդեն նույնիսկ աղբ են մաքրել, տարբեր տեղեր, Հրազդանի կիրճում, գետերի հուներն են մաքրել, նկարել են, դա ցույց են տվել։ Էդուարդ Հայրումյանը այդ ցուցարարների մեջ էր։ Այս անգամ հավաքվել եք արդեն քաղաքապետարանի դիմաց, խնդիրը նույնն է, ինչպես դուք բազմիցս բարձրաձայնել եք, ելի մասսայաբար հատվում են ծառերը։ Այս ամենին ինչ բացատրություն է տալիս քաղաքապետարանը։ Այս ամենին քաղաքապետարանը բացատրություն է տալիս, իբրև կա մասնագիտական, պրոֆեսորական կազմի կողմից տրված եզրակացություն, որ իրանց արածը ճիշտ է։ Բայց կարծում եմ բոլորդ էլ տեսակ վերջին մի շաբաթ առաջ ինչա տեղի ունեցել բուսաբանական այգում, որը ես էի բարձրաձայնել էլի 34 հաստ տարիքով կաղնի է հատվել, որը այսօր բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից ճանաչվել է որպես առերևույթ հանցագործություն։ Բնապահպանության եւ ընդերքի մեր պետական մի կառույցը ճանաչել է, որ այս մյուս կառույցի արածը հանցագործություն ու անօրինական ծառայատում էր։ Այդտեղ կա մի մարդ Ժիրայր Վարդանյան անուն ազգաննով, ով Երևանի քաղաքապետարանի խորհրդատուներից մեկն է, որ ասում է կտրեք ծառերը կամ ում մասին Արմեն Բեգոյանը ասում է, որ այ տեսեք Ժիրայր Վարդանյանը նույնիսկ պրոֆեսոր գիտնական ասում է ճիշտ է քանում որ կտրում եք ծառերը։ Հիմա գնացի ես բացահայտեցի մի տեղ, որտեղ Ժիրայր Վարդանյանը ասում է ես եմ ասել կտրեն, 2 օր հետո բնապահպանության եւ ընդերքի վարչությունը ասեց, որ դա հանցագործություն էր, այդ ծառերը կտրել չի կարելի։ Հիմա այսքանից հետո ինչ բացատրություն ուզում են բերեն, ոնց համարենք, որ այդ բացատրությունները ճիշտ են կամ ոնց հաշտվենք այդ բացատրությունների հետ։ Նա իհարկե ասեց, որ ինքը չի կազմակերպիչը, բայց նաև ներկայացրեց ինչ իրավիճակ է։ Ցույցին նաև խոսեցին ավականու տարբեր անդամներ, այդ թվում Մանուկ Սուքիասյանը։ Սուքիասյան մասսայաբար ոչնչացում են ծառեր, որոնք հիմնականում ոչ միշտ են ունենում խնդիրներ։ Ինչու է քաղաքապետը նման ծրագիր որդեգրել։ Ես կարծում եմ դրա հարցի պատասխանը հիմա ինքը պետք է իջներ եւ այստեղ բնապահպաններին տար։ Կարող են լինել իհարկե ծառեր, որոնք դարն ապրել են եւ հատման ենթակա են։ Բայց ես չեմ կարծում, որ մի ամբողջ ժողով ծայրից ծայր մի քանի տասնյակ ծառ միանգամից հատման է ենթակա ու բյուջեի կատարողականի քննարկումներն էլ որ նայում էինք, հետևում էինք, իրենց հրապարակած վիճակագրության համաձայն Երևանում պետք է այսպես եդեմական ինչ որ վիճակ լինել, աչքուձախ ծառեր պետք է լինել, բայց այլ ուտեզո այդ վիճակը չի։ Այդտեղ ես ավելի շատ ուրիշ բան եմ տեսնում, որ անգամ այդ ծառերը հատելու, նորը ձեռք բերելու, տնկելու մեջ կա կոռուպցիոն ռիսկ։ Հայտնի է, որ Ավինյանի հետ կապված էլ կան ինչ որ ծառներ մուծող ֆիրմաներ, իրար հետ աֆիլացվող,
անցած տարի էլի ծառերի հատում, էլի նոր ծառերի ձեռքբերում, քրեական գործ է, process-ը կանգ առավ։ Հիմա փորձում է ռեանիմացիան են այդ process-ը, ու շատ լավ է, որ բնապահպանները հստակ ազդակ են հղում, որ այս ռազմավարությունը քաղաքային իշխանության իհարկե ճակերտավը ընդունելի չէ բնապահպանների համար, եւ եթե իրենք որևիցե բան չունեն թաքցնելու, ամեն ինչ մաքուր է, կոռուպցիա չկա, մասնագիտական առումով նույնպես հիմնավորված է, պիտի եւս բան նախ նենց անեին, որ բանը սրան չհասներ, բայց եթե տասնյակներով եկել են բնապահպանները, տեսնում 100-ից ավել մարդ կա։ Իրենք պետք է գան տեղեկատվությունը տրամադրեն, բաց, թափանցիկ ամեն ինչ, հանրություն եթե դա չեն անում, ուրեմն դրա տակ ինչ որ բան կա թաքնված, իհարկե չեմ խոսում այն մասի, որ ասենք թեղիները շատ ավելի բարձր են աճում, քան ասենք այդ հուդայածառերը որ բերել են, հարց է այդ հուդայածառերը Երևանի կլիմային։ Գիտեք, թեղիների արանքում 1-2 հուդայածառ կարող է գոյատևել, բայց 10 հուդայածառ կարող է չգոյատևել։ Մասնագիտական դրվագներ կա, որոնք լրացուցիչ պարզաբանման եւ տեղեկատվության կարիք ունեն, ինչը ցավոք չկա այս բարակում։ Երևանում մաքուր օդի խնդիր կա ու հուդայածառերը փոխարինում են թեղիներով, ինչպես դուք եւս նշեցիք, այս ամենը որոշակի իմաստով կարող է օդի բարելավմանը նպաստել։ Գիտեք, մի փողոցում 10, 20, 30 ծառ փոխելով քաղաքի էկոլոգիական վիճակը չի լավանում։ Դու որքան ուզում ես ծառ տնկի, եթե այս խելահեղ տեմպերով շինթույլտվություն ես տալիս եւ քաղաքը դառնում է ասֆալտի եւ բետոնի, այսպես ասենք, ջունգլի, հա, անտառ ուղակի, այսքան շինթույլտվություն որ դու տալիս ես, այսինքն չի մնացել բնապահպանական հատված, հող, ծառ, թուփ տնկելու, այլևս տեղ չի մնացել, հա։ Հետևաբար, դե դու պիտի մի կողմից քաղաքը բետոնապատես, մի կողմից իբրև թե թեղին հանեմ հուդայածառ տնկեմ, դրանից էկոլոգիական վիճակը չի լավանալու։ Ես խոսեցի էկոլոգիական վիճակը վատացնող, ասենք միայն մի դրվագի մասին, շինարարության, փոշու տոկոսի եւ այլ դրվագների մասին, բայց այն որ Երևան քաղաքը կառավարման կոլապս է ապրում եւ չկա մի ուղղություն, որտեղ գոնե ասենք այստեղ բացառություն է, այս մի ուղղությամբ լավարություն կա։ Չկա, նման բան գոյություն չունի։ Ես համամիտ եմ, ինքս էլ եմ անընդհատ ասել, որ հատկապես շինարարությունը ու այնտեղ, որտեղ Երևանում կառուցապատում են, այդտեղ սարքում են բազալտի հանքի, քար հանքի արտադրամաս եւ փոշին լցվում է քաղաքը։ Իր պրոֆեսիոնալ խոսքը նաեւ ասաց էլի ավականու անդամ Կրիստինե Վարդանյանը, թե նախորդ տարի, թե այս տարի մենք տեսնում ենք, որ մասսայական ոչնչացվում են ծառերը, ընդհանուր ոչնչացվում են ոչ միայն 1-2 կամ մի քանի ծառ, այլ ամբողջ փողոցի ծառերը միառժամանակ, այսպես կոչված փոխարինում են։ Դուք որպես մասնագետ կնշեք, սա հստակ ինչ բնապահպանական կամ միգուցե էկոլոգիական խնդիրների մեծ կկանգնեցնի։ Որպես մասնագիտության բժիշկ նախ առաջին հերթին կասեմ, որ սա հանրային առողջության համար սարսափելի ծանր հետևանքներով շղթայված գործընթաց է, որովհետև քաղաքային կանաչապատումը ոչ գեղեցկության մասին է, ոչ էլ ինչ-որ բանի, քաղաքային կանաչապատումը առողջության մասին է։ Եվ սա բժշկական ոլորտ է, այսինքն կոմունալ հիգիենայի, բնակավայրերի կանաչապատում մի առանձին հատված է։ Եվ այն ինչ որ կատարվում է Երևանում 2023 թվականից ի վեր, երբ որ փողոցի երկայնքով միամոմենտ հանվում են ծառերը, բազմիցս միջազգային ամենահեղինակավոր ուրեմն փորձագետներից մենք եզրակացություններ ենք ներկայացրել, որ չլինի որ դա ես եմ ասում եւ դա չի ընդունվում եւ այլն եւ այլն։ Մենք վերեցինք եզրակացություն Քեմբրիջի համալսարանից, Ֆրանսիայի լանդշաֆտային ճարտարապետության ասոցիացիայի նախագահից նախկին, ով նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտխորհրդի անդամ էր։ Մենք վերեցինք եզրակացություն Միջին Ասիայի բոլոր կանաչապատման, Միջին Ասիայի բոլոր երկրների կանաչապատման ասոցիացիայի նախագահներից։ Մենք վերեցինք Եվրոարբորիստների միության անդամ միակ ԱՊՀ տարածքում ծառերի փորձագիտական կենտրոնի տնօրեն, ով անում է նաեւ արտոնագրում Եվրոմիության ուրեմն ստանդարտներին տալիս է այդ վկայականները։ Ցավոք սրտի քաղաքային իշխանությունը ոչ մի աչալրջություն չի դրսևորում եւ չի էլ հասկանում կամ հասկանալով անում, ես չեմ կարող այդ գնահատականը տալ, որ հարավային քաղաքում, ինչպեսին Երևանն է, զրկել քաղաքը, փողոցները տասնյակ տարիներով ծառերից, դա անընդունելի է։ Եվ բացի սրանից հատվում են բարձր սանիտարական արժեք ունեցող ծառեր, թեղի մանրատերևը, ով բոլոր ծառատեսակներից առանձնանում է փոշին նստեցնելու ամենաբարձր ունակությամբ։ Սրանով պայմանավորված է եղել ժամանակին, որ հենց թեղին են ընտրել Երևանի համար, որովհետև շատ փոշոտ էր քաղաքը։ Եվ նրա փոխարեն բերել տնկել Սակուրա, Ալբիցա Լենքորանյան, որի
Նա տարածքը Լենքորանն է, Երևանը եւ Լենքորանը կամ Ղրիմը ունեն շատ տարբեր ուրեմն կլիմայական պայմաններ։ Նույնը վերաբերում է Սակուրային եւ պետք է նշել անպայման, որ այս ծառատեսակները խորհրդային միության ժամանակ խորհրդային միության ֆունդամենտալ գիտական մոտեցումներով ուրեմն հիմնավորված բոլոր գործողությունների պարագայում տնկվել են այգեպուրակային տարածքներում, ոչ մի փողոցում Երևան քաղաքում դուք չեք հանդիպի այդ ծառերը։ Ոչ թե նրա համար, որ այն ժամանակ մասնագետները չեն իմացել, որ հուդայածառ կա։ Հուդայածառ կա Ազգային ժողովի բակում, հուդայածառ կա Պուշկինի դպրոցի դիմաց, այդ ծառերը եւ Ալբիցյաններին ավերաբերում Օղակաձև զբոսայգում ենք ունեցել ենք այդ ծառերը։ Եվ իմիջիայլոց հիմա 30 տարի հետո այդ ծառերը արդեն չկան, որովհետեւ կյանքի տևողությունը շատ կարճ է։ Այսինքն մենք հիմա բերում ենք դեկորատիվ էսթետիկ հատկանիշներով ծառերը, սանիտարահիգիենիկ հատկանիշներով ծառերի փոխարեն տնկում ենք Երևանի փողոցներում։ Այ ուղիղ դիմացս թեղի մանրատերևն է, որ Երևանի հենց աբորիգեններից է։ Նա է հիմնական ծառատեսակը եղել թեղի, բարդի, հացենի տեսակի ծառերը։ Եվ հիմա մենք մեր ծառերը հանում ենք, բերում ենք անհասկանալի ֆունկցիոնալություն ունեցող ծառերը եւ այդ ծառերը տնկվել են։ Մեզ կազմակերպության տնօրենը 23 թվականին Մոսկովյան փողոցում ասում էր այ գարնան արդեն ունենալու ենք հատված հացենիների սաղարթը։ Բոլորդ գնացեք տեսեք, ունեք այդ սաղարթը։ Հուդայածառերի վերաբերյալ մեզ ասում են, որ դրանք բարձրաբուն ծառեր են։ Հուդայածառը Մանշտոցի պողոտայում տնկված է 30 տարի այդ ծառը տնկված է։ 2 հարգի բարձրություն ունի։ Այսինքն այդ ծառի մաքսիմալ բարձրությունը դա է, բայց ծառի ստվերը պայմանավորված է նրա բարձրությամբ եւ սաղարթի լայնությամբ, այսինքն հնարավոր չի, որ հուդայածառը, որը 3-րդ յարուսի ծառը դեկորատիվ հատկանիշներով, ծածկի այն բացը, որը առաջացել է թեղիների հատման հետևանքով, որոնք ահռելի ստվեր են առաջացնում եւ ունեն հսկայական սանիտարահիգիենիկ հատկանիշներ։ Վարդանյան քիչ առաջ Հանրապետություն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը ասաց, որ սա այս ակցիան, այսպես ասած, պատվերված ակցիա է դրսից եկող, ասաց ես կմտածեի Չեխիայից, մտածում էի Չեխիայից է քամին փչել, նկատի ունենալով Հայկ Մարությանին, ասաց տեսել եմ մի քանի ավականու անդամների, որոնք ակցիայի մասնակցում են, փաստորեն նկատի ունենալով ձեզ եւ ասում է հիմա Ռուսաստանից են քամիները փչել եւ ռուսներն են դուրս եկել փողոց։ Դե Անի Խաչատրյանը ավելի լավ է տեղեկացված, ըստ երևույթին ինքը պարբերաբար այդպես եւ ինքը համոզված է, որ եթե մարդիկ ինչ-որ տեղ հավաքվել են, ուրեմն դա ինչ-որ պատվեր են կատարում։ Ի տարբերություն Անի Խաչատրյանի, իմ կյանքի 30 տարին անցել է կանաչապատման ոլորտում եւ սա կոպիտ միջամտություն է ոլորտից եւ կողքից մնալ եւ որևիցե ձևով չարձագանքել այն ամենին, ինչ որ կատարվում է Երևան քաղաքում, ուղղակի մասնագիտական առումով անընդունելի է։ Իսկ Անի Խաչատրյանի ասածները առհասարակ եւս քննարկման չեմ ուզում ուրեմն դնել, որովհետեւ դա այն հարցը չի, որի շուրջ կարելի է ինչ-որ ծավալել բանավեճ։ Դե բա հա ամոթ չէր, որ ցուցարարների պահանջին Ավինյանը իջներ, խոսեր, ինչ որ խոստումներ տալ, արդեն պատկերացնում եք այն, որ ասում են այնքան են արդեն նագլիացել, որ առ են համարում քաղաքացիներին։ Ոնց որ թե իրենք չէին ցույցերով քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասին է խոսքը, խափում մարդկանց, հետո եկան իշխանության, հիմա ինչ ուզում ու ոնց ուզում անում են, իսկ մեզ ապրելու օդ ու վայր տեղ չեն թողում։ Մի հատ նույնիսկ կանաչ ծառ տնկելու տեղ չեն թողնում։ Ես իհարկե չեմ վստահում այս իշխանություններին եւ այդ իշխանություններին նաեւ իրավական դաշտն է ծառայում, կապ չունի, որ քնչական կոմիտեին ներկայացվել է օրինակ բուսաբանական այգու այդ դեպքը, վնասի չափն է ներկայացվել, ուղղակի այդքան մենք ահազանգում ենք, ավականու ընդդիմադիր անդամները, հատկապես Քրիստինե Վարդանյանը անդադ ներկայացնում է, թե ինչ խախտումներ են արվել, դուք լսեցիք նաև Մանուկ Սուքիասյանը ասեց, որ սա կոռուպցիա է, ինքը ասում է իհարկե կոռուպցիոն ռիսկերի մասին, բայց սա ռիսկերի մասին չէ, երբ որ մենք իմանում ենք, որ մեկ ծառը, որը պետք է քաղաքապետարանի կանաչապատման եւ շրջակա միջավայրի պահպանության այդ հոակը էլի, տնկի մի քանի հազար, նույնիսկ 100,000 դրամ արժե, որ սովորական շուկայում կարող են առնել 500 դրամից, 1500, լավ քարը տրաքի 5000 դրամով, ոչ թե միջև 120-150,000 դրամ արժենա եւ գիտեք ճիշտ նկատեց նաև ռուս ռելոկանտներից մեկը, որը եկել էր ցույցին, նա իր հետ ճյուղ էր բերել, ասում է սա նոր տնկած իրենց ծառերն է, արդեն կտրել են
հետո մյուս տարի են կտրելու, բայց այդ նոր տնկած ծառերից ինչ է մնալու։ Մարդ չի հասկանում, սրանք փետի գործարան են բացել, ինչ են արել։ Իդեպ այդ մեր Բաքուն, որ եկել էին, կտրել էին, մենք էինք տնկել 89-90 թվականներին հենց բնակիչներով ու բավականին մեծ կանաչ տարածք էր։ Մենք դա անտառ էինք ասում։ Ինչ չեն անում։ Բարև ձեզ, դուք եք ղեկավարը։ Ով է, դուք եք։ Ով է։ Գնացել եք։ Հա։ Այս ունեն, հա։ Բարև ձեզ, դուք եք ղեկավարը։ Հա, բարև։ Ինչ է կանում։ Ծառերի հետ եք կանում։ Ես որ Երևանի կանաչապատ նկարում ես, հա։ Հա։ Ինձ էլ ես նկարում։ Հələ որ չէ։ Բայց դու ես բնակիչ եմ։ Հա, բնակիչ եմ։ Դե բա ասեք իմանալ։ Ծառերի սանիտարական էտ են կանում, ձևավորում են կանում։ Չորերը մաքրում ենք, այն որ ընկնելու է խաղահարապարակ երեխեքի վրա այդ չոր ծառը կտրում ենք, որ էտում ենք, որ չոր ճյուղերը չեն իրան։ Լավ բան չեն կանում։ Դու գիտեք ձեր գործն է։ Հա դու որպես բնակիչ ինչ գնահատական կտաս։ Եկել են կտրում են, ասում են չորացած է։ Երբ որ ուզում ես հարցնել, բայց ի՞նչն է դրա չորացած, ինչ է կանում, ասում է դուք երեխաներ ունեք, իբրև թե այսպես սրտիտ է կպնում, հոգուտ է կպնում, որ ձայնդ կտրես, չբողոքես, իբրև թե այ երեխան կգա, ծառի չորացրած ճյուղը կընկնի գլխին, կվնասի, երկրորդ օրը տեսնում ես արդեն իրենք սղոցներով նորից եկել են, արդեն ծառը այնպես են կտրել ու նկարներում, տեսանյութերում կարող եք տեսնել, կանաչ է, ոչ մի չորացրած ծառ չկա։ Հա, սկզբում էտում ենք, հետո այդ էտը այնպես են անում ու այդ էտ անողներն էլ մասնագետներ չեն, ոչ գյուղատնտես են, ոչ ագրոնոմ են, ոչ առավել եւս դենդրոլոգ, այսինքն ծառաբան են, որ հասկանան թե էտը ինչպես են անում ու կտրած տեղից պետք է մշակեն։ Ոնց որ մի վերք լինի, ձեռդ մատդ կտրեն ու այդ վերքի մեջ վնասատները ինֆեկցիա անցնի, հետո մատդ բորբոքվի, մատդ էլ կտրեն, հիմա մյուս տարի այդ էտած վնասված ճյուղերը ավելի ու ավելի են չորանում, նու ըստ իրենց հետ կանաչապատման հողակի պետք է արդեն կտրել, արդեն դրանք ծեր են, արդեն դրանք ճիճվոտ են, արդեն դրանք հիվանդ են։ Ամեն բան, ինչ որ նրանք անում են, իսկապես այ գիտնականները ապացուցում են, որ սխալ են անում, ինչ միտումով են անում, որ ծառը կտրում են բեռնատարերով, տանում են հողակի պահեստային մասերը, այնտեղ ուրեմն շատ հնարավոր է այդ փայտի գործ են անում։ Դրանց հարցով պետք է իրավապահները զբաղվեն, բայց մինչ օրս մենք չենք տեսնում, որ գործ հարուցած լինեն։ Հա հետո ինչ, որ բնապահպանական տեսչական մարմինը արձանագրել է եւ գործը փոխանցել է քննչական կոմիտեին։ Մենք հետո լրագրողներով իմանում ենք, որ ոչ մի գործի հետևից չեն գնացել։ Ու այսպես մենք մնում ենք առանց մաքրոթի, առանց ծառերի, խաբեության եւ արհամարանքի մթնոլորտում իշխանությունները իրենց գործը անում են, չար, սև գործը։ Այսքանը այսօրվա համար, ստեսություն կհանդիպենք։